Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ պատասխանատվություն չի կրում այն զոհերի, անմեղ զոհերի ու առհասարակ բոլոր զոհերի համար, ովքեր զոհվել են Ուկրաինայում պատերազմի ժամանակ։ Խոսքը վերաբերվում է ուկրաինական կողմի զոհերին։ Լինենք անկեղծ, ժողովուրդ ջան, սա շատ սխալ արտահայտություն է իր կողմից։ Այսինքն ինչա դուրս գալիս, միլիոնավոր մարդկանց կյանքերը խիղաթուրվել է, այդքան երեխաները մահացել են, այդքան զինվորները մահացել են ու վերջնական արդյունքում ասում է ես որևէ պատասխանատվություն չեմ կրում։ Միանշանակ աշխարհը այս ամենը դատապարտելու է, ԱՄՆ-ն այդքան լուրջ չի մնա այս ամենի հետ, ինչքան էլ Պուտինը հայտարարում է ես Թրամփի հետ զրույցում այս ամենը ասել եմ եւ այլն եւ այլն, այո, ասած կեղնի, միանշանակ ինքը ասած կեղնի, բայց ասելով չի լինում։ Գոյություն ունի քաղաքակիրթ աշխարհ, որ այս ամենը այլևս կուլ չի տալիս, որովհետև աշխարհը փոխվում է։ Ու լինենք անկեղծ, աշխարհը սկսել է, սովորել է արդեն ապրել առանց Վլադիմիր Պուտինի կոնկրետ։ Եկեք ֆիքսենք մեկ բան. սա Ռուսաստանի դեմ պայքար չէ, ժողովուրդ ջան, սա ռուս ազգի դեմ պայքար չէ, խոսքը աշխարհին է վերաբերում, դեռ Ուկրաինա, Եվրամիություն, ԱՄՆ, այստեղ կոնկրետ անձանց նկատմամբ է պայքարը, որովհետև աշխարհն է նկատում, որ վտանգավոր բաներ է տեղի ունենում։ Ու եթե ժամանակին պատերազմը չկանգնեցնեն, միջուկային պատերազմ կարող է սկսի մեկը մյուսի դեմ, որովհետև կարա գա մի այնպիսի պահ, որ այն բալանսը, որ ժամանակին ստեղծել են, այդ բալանսը արդեն է թուլացել ու իրանք էլ են դա իրանց վրա զգում։ Ուստեղ հարցը կայանում է նրանում, ինչու է Պուտինը կանգնում այսպիսի հայտարարություն անում։ Գիտեք ոնց, ժողովուրդ ջան, ոչ մեկ չի ասում պատերազմի մեջ լավը կամ վատը, չկա այդպիսի հասկացողություն պատերազմի մեջ, բոլորն էլ ցավոք մեղավոր են լինում այդ պարագայում, բայց պատասխանատվությունը քո վրայից գցես, դա ճիշտ չէ։ Հետո կկանգնենք ասեն մենք լիդեր ենք, հզոր ենք, ամենաուժեղն ենք։